Ողջույն հարգելի հայրենակիցներ, Նիկոլը խոստացավ օգոստոսի 2-ին հրաժարական տալ։ Նա իր խոսքի տերը եղավ, հրաժարական տվեց, բայց չհեռացավ։ Իշխանությունը չհանձնեց ժողովրդին, ինչպես մինչ այդ խոստանում էր, որ ժողովուրդը տվել է իշխանությունը իրեն, ինքն անպայման հանձնելու է իշխանությունը ժողովրդին։ Իսկ իշխանությունը հանձնված կլինի ժողովրդին այն դեպքում, եթե նա այդ իշխանությունը հանձնի ինձ, որը բազմիցս կրկնել եմ ինձ հետ միասին, նվիրյալ հայրենասիրերի հետ միասին, ծառայելու է հայ ժողովրդին և առաջավոր մարդկությանը։ Նիկոլ, գոնե մի անգամ խոսքի տեր է եղիր, կրկնում եմ, հանուն քո երեխաների, հանուն քո անվտանգության, ուր էլ գնաս, քո անվտանգությունը չեն ապահովելու։ Միայն ես եմ ապահովելու, քանի որ խոսք եմ տալիս։ Ես եթե խոսք ես տալիս, պետք է խոսքի տերը լինես։ Եթե ցանկանում ես աշխարհի մեծերը քո հետ խոսեն, քեզ լուրջ վերաբերվեն։ Միշտ դուք սովոր եք, իրար խաբել եք, անդադ խաբում եք, ու հետո դժբախտությունների ու անհաջողությունների առջև եք կանգնում։ Հարգելի հայրենակիցներ, գոնե մի անգամ ոտքի ելեք, հավատացեք, ես ձեզ չեմ խաբում։ Որոշ մարդիկ ուզում են, որ ակնոցներս հանել եմ, լավ տեսեք, ինչ էր, ակնոցներն են ձեզ խանգարում, որ պահանջեք Նիկոլի իշխանությունը հանձնի ինձ, որը ձեզ պետք է ծառայի, ձեր երեխաներին, ասում եմ, նույնիսկ առաջավոր մարդկությանը, քանի որ ես իսկապես Հայաստանը դարձնելու եմ աշխարհի ամենահզոր երկիրը, որը կապիտանումն է հաստատելու երկրագնդի վրա։ Դուք չեք հավատում, ախր դուք ոչ մի բան ինքնուրույն չեք արել, իրար խաբելով միշտ ապրել եք, կներեք, որ այդքան անկեղծ եմ ձեր հետ։ Միայն ես չեմ խաբել ոչ ոքի։ Դրա համար էլ մինչև հիմա ողջ առողջ եմ, թե չէ մի 1000 անգամ Ռուսաստանում էին սպանել, մի 10 անգամ էլ Հայաստանում էին վերացրել։ Իմ հայրենասիրությունը, իմ ազնվությունը, իմ արդարամտությունը, մարդասիրությունը Աստված տեսել է ու խնայել է ինձ։ Եվ իմ միջոցով Աստված ցանկանում է ձեզ օգնի թե այս ժողովրդին, թե առաջավոր մարդկությանը։ Դուք չեք պատկերացնում։ Մենք շատ մոտ ենք անդուտին, և շատ մոտ ենք նաև բարձունքին։ Այդ բարձունքին արագորեն կարող ենք հասնել, եթե Նիկոլը իշխանությունը հանձնում է ինձ։ Քանի որ մենք կարող ենք մեծ փողեր աշխատելու, խոսքը տասնյակ, հարյուրավոր միլիարդ դոլարների մասին է, իսկ այդ բոլոր միլիարդները ծախսվելու են մեր երկրի հզորացման վրա, բարձր աշխատավարձներ, թոշակներ տալու վրա։ Դուք այնքան աշխատավարձ ու թոշակ եք ստանալու, որ համարյա ըստ պահանջի կապրեք, դա ասելով նկատի չունեմ, որ կազինոներ պետք է գնաք, կամ թանկարժեք ռեստորաններ, կամ սաունաներ, չէ, նորմալ, լավ կապրեք, առանց բանի, առանց այդ չարվորակ երևույթների, որոնք երբեմն չարիք են դառնում այդ մարդկանց համար, նրանց ընտանիքների համար, ինչու ոչ նաև մեր հայրենիքի համար, երբ որ ղեկավարները սկսում են խաղալ, կազինո գնալ։ Հարգելի հայրենակիցներ, ուշքի եկեք։ Ձեզ թուղթ ու դիր չեն արել այն մարդ։ Այն մարդ վեր կացեք, պահանջեք իշխանությունը թող հանձնի, այն մարդ, եթե տեսնում եք, որ այդ իշխանությունը չի ծառայում ձեզ, որ ես, իմ համախոհների հետ միասին, նվիրյալ հայրենասիրների հետ միասին, մենք չենք ծառայում ձեզ, խաբում ենք, կամ ինչ-որ մի բան, մի ցենտ գողացել ենք, այն մարդ մեզ տրեք, գլխատեք, առաջ ասում եք խաչեք, հանրապետության հրապարակում, ու մարմնիցս ամեն օր մի կտոր կտրեք, այն մարդ չէ, հանրապետության հրապարակում դրեք, գլխատեք, եթե ես ձեզ խաբեմ։ Ինչ ասեմ, վերջում նորից դիմում եմ Աստծուն, Աստված ջան, դու հայ ժողովրդին իմաստություն տուր։
Դու Նիկոլին վճռականություն տուր, խիզախություն տուր, որ նա իշխանությունը հանձնի ինձ, որը ծառայելու է հայ ժողովրդին ու առաջավոր մարդկությանը։